Ապակե աշտարակի բարձունքին նա այն մարդն էր, ումից բոլորը վախենում էին, բայց ում Ալինան համարձակվեց դիմակայել։ Պարզ համազգեստով նա քայլում էր սերվերների միջ, կարծես պատկանում էր կոդերի լարվածության այդ աշխարհին։ Նրա բույրը կտրում էր սառը օդը, յուրաքանչյուր փոխանակված հայացք վառում էր մի կայծ, որը ոչ մի ֆայերվոլ չէր պարունակի։ Այդ լուսադեմին նա կորցրեց ոչ միայն տվյալներ, այլ այն վերահսկողությունը, որն այդքան թանկ էր գնահատում։ Եթե այս պատմությունը ձեզ դուր եկավ, բաժանորդագրվեք մեր ալիքին, կիսվեք սիրելիների հետ։ Մի մոռացեք մեզ ասել, թե որտեղից եք դիտում։ Ռոդրիգո Բարոսյանը լարված հայացքով հետում էր կառավարման սենյակի մոնիտորներին։ Թվերը կարմիր էին թարթում, մեկը մյուսի հետից, կարծես անսարք ամանորի լույսեր։ Միայն թե այդ պահին ոչինչ տոնական չկար։ Դեքհայ ընկերությունը, որը նա զրոյից կառուցել էր 15 տարվա ընթացքում, փլուզվում էր իր աչքի առաջ։ Անհնար է զսպելը, ասաց Մարսելը, նրա տեխնոլոգիական տնօրենը, որի գունատ դեմքը արտացոլում էր էկրանների կապտավուն լույսը։ Հարձակումը բազմաշերտ է։ Երբ մենք արգելափակում ենք մի դուռ, նրանք մտնում են մյուսով։ Ռոդրիգոն ձեռքով անցկացրեց քունքերի մոխրագույն մազերի վրայով։ 45 տարեկանում նա ուներ այնպիսի կեցվածք, կարծես ծնվել էր ղեկավարելու համար։ Բարձրահասակ, լայն ուսերով թափանցող հայացքով նրան Կոմիտասի պողոտայում, Երանի ֆինանսական տեխնոլոգիական կենտրոնում, ճանաչում էին որպես ծրագրային ապահովման արքա։ Նրա թվային անվտանգության համակարգն օգտագործում էին բանկերը, հիվանդանոցները, նույնիսկ կառավարությունը։ Եվ հիմա, հենց այն գիշերը, երբ նա պետք է ճապոնացի ներդրողներ ընդուներ կես միլիարդ դրամի պայմանագիր կնքելու համար, ամեն ինչ փլուզվում էր։ Որքան ժամանակ ունենք, հարցրեց նա, քաոսի մեջ ձայնը վերահսկելով։ Ժամեր, գուցե ավելի քիչ, պատասխանեց Մարսելը։ Նրանք ջնջում են մեր պահեստային պատճենները մեկ առ մեկ։ Սկզբում ամպային սերվերները, հիմա ֆիզիկականները։ Կարծես ուղղորդված է։ Բառը օդում կախված էր թունավոր ծխի պես։ Սա պատահական հարձակում չէր։ Սա անձնական էր։ Ռոդրիգոն ցրեց ճգնաժամային թիմին, որը հավաքված էր շուրջը։ Նա պետք է մտածեր։ Մի քանի ժամվա ընթացքում 50 աշխատակից էր մոբիլիզացվել, շատերը կանչվել էին տնից գիշերվա կեսին։ Գործադիր հարկը, սովորաբար այդ ժամին լուռ, լի էր լարված ձայներով, շտապողական քայլերով։ Ճապոնացիները ժամանում են 3 ժամից, հիշեցրեց նրա օգնական Ռենատան, հայտնվելով դռան մոտ։ Չեղարկեմ։ Ոչ, պատասխանը ավելի կոպիտ դուրս եկավ, քան մտադրված էր։ Ռոդրիգոն խորը շունչ քաշեց։ Մի չեղարկեք։ Մենք կլուծենք սա։ Բայց ինչպես։ Համակարգը արգելափակված էր։ Պաշտպանությունը կոտրված։ Տարիների կոդեր մշակումներ անհետանում էին վայրկյանների ընթացքում։ Թվային կայսրությունը, որը նա կառուցել էր Սիլիկոնային հովտից վերադառնալուց հետո, աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններում 1 տասնամյակ աշխատելուց հետո, քանդվում էր ինչպես ավազի ամրոցը մակընթացության ժամանակ։ Ռոդրիգոն նայեց համայնապատկերային պատուհանից։ Երանը փայլում էր գիշերվա տակ, անտարբեր իր անձնական դրամայի նկատմամբ։ Ներքում կյանքը շարունակվում էր։ Մինչդեռ այստեղ, նոր Նորքի ամենատպավորիչ շենքի 40-րդ հարկում, նա պատրաստվում էր կորցնել ամեն ինչ։ Նրա բջջայինը թրթռաց։ Բաժնետոմսերի մոնիտորինգի հավելվածից ծանուցում։ Դեքհայ, 7% անկում ասիական շուկայի նախաբացման առտրում։ Տեղեկատվության արտահոսքն արդեն սկսվել էր։ Դրան մեղմ թակոցը ընդհատեց նրա մտքերը։ Դա ոչ իր գործադիրների ամուր թակոցն էր, ոչ էլ իր օգնականի զուսպը։ Ներս արի, ասաց նա, աչքերը չկտրելով քաղաքից։ Դուռը դանդաղ բացվեց, մի պահ լռություն տիրեց։ Ռոդրիգոն շրջվեց, զայրացած ընդհատումից։ Հենց այդ ժամանակ նա առաջին անգամ տեսավ նրան։ Նա կրում էր մաքրող անձնակազմի մուգ կապույտ համազգեստը։ Շագանակագույն մազերը հավաքված էին պարզ հանգույցով, մուգ մաշկ մեղրագույն աչքեր, որոնք ցույց էին տալիս հանգստություն, ի հակադրություն շուրջ բոլորի քաոսի։ Նա պետք է 30-ից մի փոքր ավելի լիներ։ Կներեք, պարոն, ասաց նա հանգիստ ձայնով։ Կարծեցի, թե այս ժամին սենյակը դատարկ կլիներ։ Նրա հայացքում ինչ-որ բան կար։ Մի խելք, որը չէր համապատասխանում մաքրման միջոցների սայլակին, որը նա հրում էր։ Խնդիր չկա, պատասխանեց Ռոդրիգոն, զարմացնելով ինքն իրեն իր քաղաքավարությամբ։ Բայց ավելի լավ է ավելի ուշ վերադառնալ։
Մենք ունենք մի իրավիճակ։ Նա գլխով արեց, շրջվեց հեռանալու, բայց կանգ առավ։ Նրա աչքերը հարվեցին մոնիտորներին, որոնք ցույց էին տալիս կոդեր կարմիր ահազանգեր։ Սա բաշխված սպասարկման մերժման հարձակում է, ասաց նա գրեթե շշուկով։ Բայց ավելին կա։ Կարծես նրանք օգտագործում են շթունել ձեր պահեստային սերվերներ մուտք գործելու համար։ Ռոդրիգոն սառեց։ Ինչպես մաքրող աշխատակցուհին գիտեր թվային անվտանգության տեխնիկական տերմիններ։ Ինչպես ես դա գիտես, հարցրեց նա անմիջապես կասկածանքով։ Նա տատանվեց, կարծես չափից շատ էր խոսել։ Ես նախկինում աշխատում էի դրա հետ։ Մինչ այդ։ Նրա աչքերը իջան, ամոթահար։ Դա շատ վաղուց էր։ Այդ պահին Մարսելը վերադարձավ սենյակ, իր հետից բերելով 3 ծրագրավորողի։ Բոլորը կարծես տարիներով ծերացել էին մի քանի ժամվա ընթացքում։ Ռոդրիգո, մենք կորցրեցինք հիմնական սերվերը։ Կառավարական հաճախորդների տվյալները վտանգված են։ Ավելի երիտասարդ ծրագրավորողներից մեկը հավելեց. Եթե 1 ժամվա ընթացքում չվերականգնենք, ստիպված կլինենք տեղեկացնել իշխանություններին։ Եվ հետո նրա հեղինակությունը կքանդվեր։ Տարիներ շարունակ վստահություն կառուցելը, ապացուցելը, որ հայկական ընկերությունը կարող է գլոբալ մրցել թվային անվտանգության ոլորտում, ամեն ինչ կքանդվեր։ Մաքրման աշխատող կինը կանգնած մնաց դռան մոտ, կարծես թույլտվություն էր սպասում հեռանալու համար։ Ինչ է ձեր անունը, հանկարծակի հարցրեց Ռոդրիգոն։ Ալինա, պատասխանեց նա։ Ալինա Սարգսյան։ Ռոդրիգոյի բնազդում ինչ-որ բան, նույն բնազդը, որը նրան ստիպել էր կայսրություն կառուցել, ասում էր, որ այդ կինը կարոր է։ Դուք ասացիք, որ աշխատել եք թվային անվտանգության ոլորտում։ Նա թեթակի գլխով արեց։ Որտեղ։ Ոստիկանությունում։ Ես կիբերանվտանգության վերլուծաբան էի։ Ալինան ուղեց համազգեստը, անհարմար զգալով ուշադրությունից։ Բայց դա նախկինում էր։ Մինչ ինչը։ Ալինան խորը շունչ քաշեց։ Մինչ մայրս հիվանդացավ։ Ստիպված էի ամեն ինչ թողնել նրան խնամելու համար։ Արդեն 3 տարի է։ Մարսելը կոկորդը մաքրեց, ակնհայտորեն անհամբեր այդ անկարոր խոսակցությունից ճգնաժամի ժամանակ։ Ռոդրիգո, մենք պետք է կենտրոնանանք։ Սպասեք, ընդհատեց նրան Ռոդրիգոն, աչքերը չկտրելով Ալինայից։ Նրա մեջ ինչ-որ բան կար, հանգստություն փոթորկի մեջ, որը արթնացնում էր նրա հետաքրքրությունը։ Կարծում եք, կարող եք օգնել։ Նրա աչքերը մի ակնթարթով լուսավորվեցին, բայց շուտով կասկած հայտնվեց։ Չգիտեմ, վաղուց չեմ կիրառել։ Եվ դուք ամբողջ թիմ ունեք։ Ամբողջ թիմ, որը չի կարողանում լուծել, պատասխանեց Ռոդրիգոն, անտեսելով իր աշխատակիցների անհավատալի հայացքները։ Հուսահատությունը նրան ստիպում էր դիտարկել ցանկացած հնարավորություն։ Ինչ կանեիք, եթե դուք լինեիք ղեկին։ Ալինան տատանվեց, ապա թողեց մաքրման սայլակը, մոտեցավ մոնիտորներին։ Նրա աչքերը արագորեն շրջեցին կոդերի վրայով, կարծես ծանոթ գիրք էր կարդում։ Հարձակումը ստորագրություն ունի, ասաց նա մի քանի վայրկյան անց։ Այն պատահական չէ։ Տեսեք այս օրինաչափությունները այստեղ։ Նա մատնանշեց հաջորդականություններ, որոնք պակաս մարզված աչքերի համար նույնական էին թվում։ Ինչ-որ մեկը ներսից է ճանաչում ձեր համակարգը։ Ծանր լռություն տիրեց սենյակում։ Հետանքը պարզ էր, ներքին դավաճանություն։ Ինչպես կարող ենք հետել, հարցրեց Ռոդրիգոն։ Մեզ անհրաժեշտ է մուտք, որը նրանք չգիտեն, պատասխանեց Ալինան։ Մի ճանապարհ, որը չկա ընկերության պաշտոնական քարտեզում։ Բոլոր մուտքերը փաստաթղթավորված են, ընդհատեց Մարսելը։ Դա ընկերության քաղաքականությունն է։ SO անվտանգություն։ Ալինան նայեց Ռոդրիգոյին։ Ոչ բոլոր մուտքերը։ Հենց այդ ժամանակ Ռոդրիգոն հասկացավ։ Որպես հիմնադիր, նա ընկերության առաջին օրերին ստեղծել էր գաղտնի մուտքեր։ Դյուրանցումներ, որոնք միայն ինքն էր ճանաչում, որոնք երբեք չէին փաստաթղթավորվել, որոնք Տեքհայի աճի հետ մեկտեղ մոռացվել էին։ Իմ սենյակը, ասաց նա։ Հիմա։ Թողնելով Մարսելին թիմին, Ռոդրիգոն Ալինային տարավ իր անձնական գրասենյակ, միջանցքի վերջում։ Տեղը տպավորիչ հակադրություն էր։ Դիզայներական կահույք, Երանի համայնապատկերային տեսարան, ժամանակակից արվեստի գործեր պատերին։
Մի մարդու տարածք, ով կայսրություն էր կառուցել։ Դուք ավելին գիտեք, քան ասում եք, հաստատեց նա, հենց որ փակեց դուռը։ Ինչպես է ոստիկանության վերլուծաբանը դարձավ մաքրուհի իմ ընկերությունում։ Ալինան պահեց նրա հայացքը։ Կյանքը տեղի է ունենում, պարոն Բարոսյան։ Մայրս մասնագիտացված բուժման կարիք ուներ։ Առողջապահական ապահովագրությունը չէր ծածկում։ Ստիպված էի հրաժարվել կարիերայից, նրան խնամելու այն ընդունելու համար, ինչ առաջարկվեց։ Եվ բոլոր վայրերից դուք հայտնվեցիք հենց այստեղ։ Հայաստանի ամենամեծ թվային անվտանգության ընկերությունում։ Նրա դեմքին ամաչկոտ ժպիտ հայտնվեց։ Դա պատահականություն չէր։ Ես հիանում էի ձեր աշխատանքով։ Կարծեցի, որ մոտ լինելը, նույնիսկ այսպես, ինձ կպահի կապված այն աշխարհի հետ, որը սիրում էի։ Նրա ձայնում անկեղծություն կար։ Ռոդրիգոն տարօրինակ բան զգաց, մի խոցելիություն, որը տարիներ շարունակ չէր զգացել։ Որքան ժամանակ կարծում եք, որ ունենք, հարցրեց նա, վերադառնալով խնդրին։ Եթե նրանք պահպանեն այս տեմպը։ 1 ժամ, առավելագույնը։ Ռոդրիգոն խորը շունչ քաշեց, կայացնելով որոշում, որը կարող էր փրկել կամ ոչնչացնել այն ամենը, ինչ կառուցել էր։ Ես ձեզ լիարժեք մուտք կտամ համակարգին։ Դուք կպատասխանեք անմիջապես ինձ։ Ուրիշ ոչ ոք չգիտի դա։ Նա դադար տվեց։ Եթե դուք որևէ ներգրավված եք հարձակման մեջը։ Ես չեմ, ընդհատեց նրան Ալինան, ամրապնդելով։ Եվ ես կապացուցեմ։ Ռոդրիգոն գլխով արեց մոտեցավ պատի վահանակին։ Նա կոտ մուտքագրեց, գաղտնի դուռը բացվեց, բացահայտելով մի փոքր սենյակ, լի սարքավորումներով։ Իմ անձնական լաբորատորիան, բացատրեց նա։ Լիովին մեկուսացված ցանցի մնացած մասից։ Նույնիսկ Մարսելը չգիտի, որ այն գոյություն ունի։ Ալինայի աչքերը լայն բացվեցին։ Սենյակը պարունակում էր առաջատար տեխնոլոգիաներ, որոնցից որոշները նա ճանաչեց որպես նախատիպեր, որոնք դեռ շուկա չէին թողարկվել։ Ինչու՞։ Եք ինձ վստահում, հարցրեց նա, անկեղծորեն շփոթված։ Ռոդրիգոն նայեց նրան։ Հարցը հիմնավոր էր։ Ինչու՞։ Վստահել մի մաքրող աշխատակցուհու, ում ով գիտեր, երբ իր ամբողջ ընկերությունը վտանգված էր։ Որովհետև դուք ոչինչ չունեք ստելով շահելու, պատասխանեց նա վերջապես։ Եվ որովհետև ինչ-որ բան ինձ ասում է, որ դուք եք միակը, ով կարող է մեզ փրկել։ Ալինան գլխով արեց, նստելով համակարգիչների առջ։ Նրա մատները թռչում էին ստեղնաշարի վրայով այն վստահությամբ, ով, չնայած տարիներ շարունակ հեռու լինելուն, երբեք իրականում չէր լքել այդ աշխարհը։ Ինձ սուրճ է պետք, ասաց նա։ Երկար լուսադեմ է լինելու։ Մինչ Ալինան աշխատում էր, Ռոդրիգոն դիտում էր նրան։ Այդ պարզ կնոջ մեջ ինչ-որ մագնիսական բան կար, ով թաքցնում էր արտասովոր տաղանդներ։ Կարծես, տարիների ընթացքում առաջին անգամ նա գտել էր մեկին, ով հասկանում էր իրեն, ոչ թե միլիարդատիրոջը, ոչ թե գործադիր տնօրենին, այլ ծրագրավորողին, ով ինքը մի օր եղել էր, մինչ փողն ու իշխանությունը։ Պատի ժամացույցը ցույց էր տալիս առավոտյան 3:12։ Մի քանի ժամից ճապոնացի ներդրողները կժամանեին, սպասելով պայմանագիր ստորագրելուն, որը Տեքհայ-ին կբարձրացներ բազմազգ ընկերության կարգավիճակին։ Եվ ամեն ինչ կախված էր այն կնոջից, ով մի քանի ժամ առաջ մաքրում էր իր ընկերության միջանցքները, աննկատ մնալով։ Ինչ-որ բան գտա, հանկարծակի ասաց Ալինան։ Սա պարզապես հարձակում չէ։ Նրանք ինչ-որ կոնկրետ բան են փնտրում։ Ինչը։ Պահապան, նախագիծը։ Նա էկրանը շրջեց դեպի նա։ Գիտեք։ Ռոդրիգոյի դեմքը գունատվեց։ Պահապան նախագիծը նրա նորագույն մշակումն էր։ Հեղափոխական անվտանգության համակարգ, որը կարող էր պաշտպանել ամբողջ ենթակառուցվածքները կիբերհարձակումներից, նույն համակարգը, որը պետք է վաճառվեր ճապոնացիներին։ Ինչպես են նրանք դա իմացել, մրմնջաց նա, ավելի շատ ինքն իրեն։ Այն գաղտնի է։ Ընկերությունում միայն 6 հոգի ունեն մուտք։ Ուրեմն նրանցից մեկը դավաճանել է ձեզ, եզրակացրեց Ալինան։ Նրանց աչքերը հանդիպեցին, մի պահ ժամանակը կարծես սառեց։ Նրանք երկու անծանոթներ էին, միավորված արտասովոր հանգամանքներով, հայտնաբերելով, որ իրար ավելի շատ էին վստահում, քան մերձավոր մարդկանց։ Կարող ենք հետել, հարցրեց նա։ Ալինան առաջին անգամ ժպտաց, Ռոդրիգոն նկատեց, թե ինչպես դա փոխեց նրա դեմքը։
Արդեն անում եմ դա, պատասխանեց նա, վերադառնալով ստեղնաշարին։ Եվ եթե բախտներս բերի մենք ոչ միայն կփրկենք ձեր ընկերությունը, այլ կիմանանք, թե ով է կանգնած այս ամենի հետում։ Այդ պահին, մինչ Երանը սկսում էր արթնանալ պատուհանի մյուս կողմից, Ռոդրիգոն զգաց մի բան, որը չէր զգացել Տեքհայի առաջին օրերից ի վեր՝ հույս։ Եվ մինչ նա դիտում էր Ալինայի աշխատանքը, տարօրինակ զգացողություն ուներ, որ այդ գիշերը կփոխեր ոչ միայն իր ընկերության ճակատագիրը։ Արը սկսում էր բարձրանալ Երանի վրա, երբ Ալինան վերջապես ճեղք գտավ։ Համակարգչի առջ 5 ժամ անդադար աշխատելուց հետո նրա աչքերը ցավում էին, մեջքը նույնպես, բայց նրա դեմքի բավարարվածության փայլն անսխալական էր։ Ես կարողացա մուտք գործել հին պահեստային պատճեն, ասաց նա, աթոռը շրջելով դեպի Ռոդրիգոն, ով ամբողջ լուսադեմը մնացել էր նրա կողքին։ Այն պաշտպանված է մեկուսացված սերվերի վրա, որը նրանք չեն վտանգել։ Ես կարող եմ այնտեղից վերականգնել, բայց… Ինձ անհրաժեշտ է ավագ ադմինիստրատորի թույլտվությունը։ Նա գծեց ստորին շրթունքը։ Ո՞վ է ձեր անվտանգության ղեկավարը։ Պողոս Մենդեսյանը, պատասխանեց Ռոդրիգոն, ստուգելով ժամացույցը։ Առավոտյան 5:47 էր։ Բայց նա արձակուրդում է Եվրոպայում։ Կվերադառնա միայն հաջորդ շաբաթ։ Ալինան հոնքերը գիտեց։ Սա չափազանց հարմար է։ Նրա խոսքերը օդում կախված էին ծխի պես։ Հետանքը պարզ էր։ Ինչ կլինի, եթե ժամանակը պատահականություն չլինի։ Կարծում եմ, այս պահին չենք կարող վստահել անվտանգության թիմի ոչ ոքի, եզրակացրեց Ռոդրիգոն, ձեռքերով անցկացնելով հոգնած դեմքի վրայով։ Անսափրած մորուքը քերծում էր մատները։ Եվ ներդրողները ժամանում են 2 ժամից էլ պակաս ժամանակում։ Մի պահ հուսահատությունը սպառնաց տիրել։ Այն ամենը, ինչի համար նա աշխատել էր, կարող էր անհետանալ մինչ նախաճաշը։ Մեկ այլ ճանապարհ կա, ասաց Ալինան, տատանվելով։ Դա ռիսկային է տեխնիկապես։ Նա փնտրեց ճիշտ բառը։ Տեխնիկապես ոչ ավանդական է։ Ինչ է ձեզ պետք։ Ֆիզիկական մուտք հիմնական սերվերին։ Տվյալների կենտրոնում։ Ռոդրիգոն գլխով արեց։ Տեքհայի տվյալների կենտրոնը գտնվում էր առանձին շենքում, մի քանի կիլոմետր հեռավորության վրա, Երանի հարավային մասի բարձր անվտանգության համալիրում։ Ես ձեզ կտանեմ այնտեղ, ասաց նա, վերցնելով մեքենայի բանալիները։ Դա այնքան պարզ չէ, զգուշացրեց Ալինան։ Ինչ որ մտադիր եմ անել, ճիշտ արձանագրային չէ։ Նրանց հայացքները հանդիպեցին, Ռոդրիգոն հասկացավ։ Նա թույլտվություն էր խնդրում շրջանցելու սեփական անվտանգության համակարգերը, որոնք իր ընկերությունն էր ստեղծել, համակարգեր, որոնք նա որպես ոստիկանության նախկին վերլուծաբան հավանաբար պետք է պաշտպաներ, ոչ թե կոտրեր։ Արեք այն, ինչ անհրաժեշտ է, թույլատրեց Ռոդրիգոն։ Ես եմ ստանձնում պատասխանատվությունը։ 20 րոպե անց Ռոդրիգոյի Փորշչին կտրում էր Երանի դեռ քնկոտ փողոցները։ Նրա կողքին Ալինան անտեղի էր թվում իր մաքրման համազգեստով, հակադրվելով սպորտային մեքենայի շքեղ ինտերիերին։ Կարող եմ մի անձնական հարց տալ, հարցրեց Ռոդրիգոն, կոտրելով լռությունը, մինչ նա խուսափում էր ավտոբուսից։ Իհարկե։ Ինչու։ Շարունակել որպես մաքրուհի։ Ձեր հմտություններով դուք կարող էիք ավելի լավ աշխատանք գտնել, նույնիսկ մորթ խնամելու կարիք ունենալով։ Ալինան նայեց պատուհանից, դիտելով արագ անցնող շենքերը։ Ոստիկանությունից հեռանալուց հետո փորձեցի հեռակա աշխատել որպես անվտանգության խորհրդատու։ Բայց շուկան բարդ է կանանց համար, առանց էլիտար համալսարանների դիպլոմների։ Դուք դիպլոմ չունեք։ Ունեմ։ Երանի պետական համալսարանի։ Բայց դա Հարվարդ չէ, ոչ էլ Սթենֆորդ։ Նա հեգնական ժպտաց։ Հասկացա, որ ընկերությունները նախընտրում էին արտասահմանում կրթություն ստացած տղամարդկանց վարձել, նույնիսկ եթե ես ավելի շատ գործնական փորձ ունեի։ Եվ մայրիկիս վիճակը վատանալուց հետո… Ինչ է նրան, հարցրեց Ռոդրիգոն, անկեղծորեն հետաքրքրված։ Ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզ։ Դեգեներատիվ հիվանդություն, որն ազդում է շարժիչ նեյրոնների վրա։ Նրա ձայնի ցավը շոշափելի էր։ Սկզբում կարողացա հավասարակշռել աշխատանքը խնամքի հետ։ Բայց երբ նա կորցրեց ոտքերի շարժումները լավ, ինձ անհրաժեշտ էր ճկուն ժամերով աշխատանք։ Եվ գիշերային մաքրումն առաջարկում էր դա։ Հենց այդպես։ Ես աշխատում եմ, երբ նա քնած է, խնամակալի օգնությամբ։
Աշխատավարձը ցածր է, բայց ժամանակացույցը թույլ է տալիս ինձ լինել նրա հետ ցերեկը։ Ալինան տատանվեց։ Եվ, անկեղծ ասած, անտեսանելիության մեջ ինչ-որ մխիթարիչ բան կա։ Ոչ ոք հարց չի տալիս մաքրուհուն, ոչ ոք արտասովոր բան չի սպասում։ Ռոդրիգոն նայեց նրան աչքի անկյունից։ Պայծառ կին, թաքնված բաց տեսադաշտում, զոհաբերելով իր կարիերան սիրո համար։ Դա վառ հակադրություն էր իր սեփական աշխարհի հետ, որտեղ մասնագիտական հաջողությունը միշտ առաջին տեղում էր։ Նրանք հասան տվյալների կենտրոն, մոխրագույն աննկատ շենք, առանց տեսանելի պատուհանների, շրջապատված բարձր պարսպով։ Պահակակետում Ռոդրիգոն օգտագործեց իր կենսաչափական նույնականացումը, անվտանգությունն անցնելու համար։ Նա ինձ հետ է, ասաց նա պահակին, ով տարօրինակ հայացքով նայեց Ալինայի մաքրման համազգեստին։ Տվյալների կենտրոնի ներսը սառեցված միջանցքների լաբիրինթոս էր, լի ներդաշնակորեն աշխատող սերվերներով։ Սառը օդը հակադրվում էր դրսի երանի առավոտվա աճող ջերմությանը։ Սենյակ 7B մատնանշեց Ռոդրիգոն, նրան ուղեկցելով միջանցքներով։ Հասնելուն պես Ալինան անմիջապես շարժվեց դեպի կենտրոնական վահանակը։ Նրա մատները տպավորիչ ճարպկությամբ աշխատում էին, կարծես տեխնոլոգիայից հեռու անցկացրած ժամանակը երբեք գոյություն չէր ունեցել։ Դա նման էր դիտելու մի վիրտուոզ դաշնակահարի, ով տարիներ շարունակ լռությունից հետո վերադառնում էր գործիքին, կար մկանային հիշողություն, ստեղների հետ մտերմություն, որը ոչ մի մարզում չէր կարող ջնջել։ Ինչի՞։ Էք հենց հիմա անում, հարցրեց Ռոդրիգոն, դիտելով նրա աշխատանքը։ Հակադարձ թունել եմ ստեղծում, բացատրեց նա, աչքերը չկտրելով էկրանից։ Ես կօգտագործեմ հարձակվողների սեփական մեթոդը նրանց դեմ։ Մինչ ես վերականգնում եմ համակարգերը պահեստային պատճենից, կարող եմ հետել, թե որտեղից են գալիս հրամանները։ 1 ժամ անցավ։ Ալինան մնաց կենտրոնացած, շարժվելով տարբեր տերմինալների մեջ։ Ռոդրիգոն մի քանի զանգ ստացավ, այդ թվում իր օգնականից, ով հիշեցնում էր, որ ճապոնացի ներդրողներն արդեն ճանապարհին են։ Եվս որքան ժամանակ, հարցրեց նա, փորձելով հանգիստ մնալ։ Գրեթե պատրաստ է, պատասխանեց Ալինան, քրտինքը փայլում էր նրա ճակատին, չնայած սառը միջավայրին։ Արդեն վերականգնել եմ կրիտիկական տվյալների 70%-ը։ Հենց այդ պահին Ռոդրիգոյի բջջայինը նորից զանգեց։ Դա Մարսելն էր, նրա տեխնոլոգիական տնօրենը։ Ռոդրիգո, որտեղ ես։ Համակարգերը նորից միանում են, բայց ես չեմ կարողանում հետել, թե ինչպես է դա տեղի ունենում։ Դուք արտաքին միջամտություն թույլատրել եք։ Ռոդրիգոն տատանվեց։ Վստահել Մարսելին։ Թե Ալինային գաղտնի պահել։ Իր տնօրենի ձայնի տոնի մեջ ինչ-որ բան նրան անհանգստացնում էր։ Ես լուծում եմ իրավիճակը, պատասխանեց նա խուսափողաբար։ Ամեն ինչ պատրաստեք ճապոնացիների հետ հանդիպման համար։ Ես շուտով այնտեղ կլինեմ։ Նա անջատեց հեռախոսը, մինչ Մարսելը կարող էր ավելի շատ հարցեր տալ։ Ձեր տեխնոլոգիական տնօրենը նյարդային է թվում, մեկնաբանեց Ալինան, աչքերը չկտրելով էկրանից։ Նա չպետք է ուրախ լինի, որ համակարգերը վերականգնվում են։ Կարծում եք, նա կարող է ներգրավված լինել։ Չգիտեմ։ Բայց կարող եմ պարզել։ Նա մի շարք հրամաններ մուտքագրեց։ Ես կհետեմ նրա մուտքերին իրական ժամանակում, մինչ մենք ավարտում ենք վերականգնումը։ Եվս 20 րոպե անցավ։ Ժամացույցը ցույց էր տալիս 7:30, երբ Ալինան վերջապես թիկունքով հենվեց աթոռին, հոգնած, բայց հաղթական։ Պատրաստ է։ Հիմնական համակարգերը վերականգնված են։ Պահապան, նախագիծը ապահով է։ Եվ նա էկրանը շրջեց Ռոդրիգոյին ցույց տալու համար։ Գտա մեր լրտեսին։ Էկրանին կային մուտքի գրառումներ, որոնք ցույց էին տալիս պահապան նախագծի տվյալների արտահանման փորձեր դեպի արտաքին սերվեր։ Օգտատերը՝ Մսել Վեդմեն։ Մաթեոս Սիլվանյան, մրմնջաց Ռոդրիգոն, զգալով, թե ինչպես է արյունը եռում։ Իմ միջազգային համագործակցության մենեջերը։ Ճապոնացիների հետ բանակցությունների պատասխանատուն։ Ինչ պատահականություն, հեգնականորեն մեկնաբանեց Ալինան։ Եվ ավելին։ Նա փորձել է մուտք գործել համակարգ 5 րոպե առաջ, հավանաբար հասկացել է, որ կորցրել է վերահսկողությունը։ Ռոդրիգոն վերցրեց բջջայինը, պատրաստ դիմակայելու դավաճանին, բայց Ալինան բռնեց նրա դաստակը։ Սպասեք, ասաց նա, իր աչքերը հանդիպելով նրա աչքերին։
Եթե հիմա դիմակայեք նրան, նա կարող է ակտիվացնել որևէ արտակարգ արձանագրություն, որը մենք չենք հայտնաբերել։ Մենք պետք է ավելի խելացի լինենք։ Նրա հպման մեջ մի ինտենսիվություն կար, որը Ռոդրիգոյին ստիպեց կանգ առնել։ Նրա ձեռքը տաք էր նրա մաշկի վրա, հակադրություն ստեղծելով տվյալների կենտրոնի սառը օդի հետ։ Ինչ եք առաջարկում, հարցրեց նա, ձայնը ավելի մեղմ, քան մտադրված էր։ Թողեք նրան մտածել, որ հաղթել է, պատասխանեց Ալինան։ Գնացեք հանդիպման, կարծես ոչինչ չի պատահել։ Մինչ այդ, ես կհետեմ նրա յուրաքանչյուր շարժմանը համակարգում։ Դա ռիսկային պլան էր, բայց իմաստ ուներ։ Եթե նրանք բացահայտեին, որ գիտեն դավաճանության մասին, Մաթեոսը կարող էր ոչնչացնել ապացույցները կամ ակտիվացնել որևէ այլ թակարդ համակարգերում։ Դուք հանճարեղ եք, ասաց Ռոդրիգոն, անկեղծ հիացմունքով։ Ալինան թեթակի կարմրեց, հայացքը շեղելով։ Պարզապես անում եմ իմ աշխատանքը։ Դե, ոչ հենց իմ ներկայիս աշխատանքը, բայց… Երկուսն էլ ծիծաղեցին, լարվածությունը մի պահ կոտրվեց։ Ինչու՞։ Արեցիք դա, հանկարծակի հարցրեց Ռոդրիգոն։ Դուք կարող էիք պարզապես շարունակել ձեր մաքրման երթուղին 3 գիշեր։ Ոչ ոք չէր սպասի, որ մաքրուհին կփրկի տեխնոլոգիական ընկերությունը։ Ալինան մի պահ մտորեց։ Կարծում եմ կարոտում էի դա։ Ադրենալինը, մարտահրավերը։ Նա դադար տվեց։ Եվ նա, երբ 3 գիշեր տեսա ձեր դեմքը, դուք այնքանը… Հուսահատված, առաջարկեց նա, ինքնահեգնական ժպիտով։ Մարդկային, ուղղեց նա։ Խոցելի։ Տարբեր այն Ռոդրիգո Բարոսյանից, ով հայտնվում է բիզնես ամսագրերում։ Այդ խոսքերում ինչ-որ բան Ռոդրիգոյին խորապես հուզեց։ Որքան ժամանակ էր, որ ինչ-որ մեկը նրան իրականում որպես մարդ չէր տեսել, բացի գործադիր տնօրենի կոչումից բանկային հաշվեկշռից։ Եթե ձեզ դուր է գալիս, մեկնաբանեք, թե ինչ կարծիք ունեք մեր զույգի սիրավեպի մասին, զարմանալիորեն ասաց Ալինան, փակելով որոշ ծրագրեր համակարգչում։ Դա այն էր, ինչ մայրս միշտ ասում էր, երբ միասին սերիալներ էինք դիտում։ Նա սիրում էր կարծիք հայտնել գլխավոր զույգերի մասին։ Մեր զույգի պատահական հիշատակումը լարվածության պահ ստեղծեց օդում։ Ռոդրիգոն անսպասելի ջերմություն զգաց պարանոցում։ Ձեր մայրը հատուկ մարդ է թվում, մեկնաբանեց նա, փորձելով խոսակցությունը բնական պահել։ Այո։ Ալինան քնքուշ ժպտաց։ Նա էր, ով ինձ խրախուսեց համակարգչային գիտություն սովորել, մի ժամանակ, երբ այդ ոլորտում գրեթե կանայք չկային։ Ասում էր, որ իմ ուղեղը չափազանց հատուկ է, վատնելու համար։ Նրանք դուրս եկան տվյալների կենտրոնից, վերադարձան մեքենա։ Առն արդեն բարձր էր, խոստանալով Երանի ամառվաս մեկ շոգ օր։ Ես ձեզ տուն կտանեմ, առաջարկեց Ռոդրիգոն։ Պետք չէ, բողոքեց Ալինան։ Ես կարող եմ մետրո նստել։ Դուք իմ ընկերությունը փրկելուց հետո։ Երբեք։ Նրա տոնը բողոք չէր ընդունում։ Բացի այդ, մենք պետք է շարունակենք հետել Մաթեոսին։ Դուք ինձ պետք կգաք գլխավոր գրասենյակում ճապոնացիների հետ հանդիպման ժամանակ։ Ալինան տատանվեց։ Ես չեմ կարող պարզապես հայտնվել հանդիպման սենյակում այս համազգեստով։ Ռոդրիգոն ժպտաց, իր մտքում պլան կազմելով։ Մի անհանգստացեք դրա համար։ Նրանք կարճատ կանգ առան Ալինայի բնակարանում, պարզ, բայց հարմարավետ վայր Երանի արևելյան մասի միջին դասի թաղամասում։ Մինչ նա արագ փոխվում էր, Ռոդրիգոն հանդիպեց տիկին ծաղիկին, նրա մորը։ Տիկինը հաշմանդամի սայլակում էր, բայց ուներ կենդանի սրամիտ աչքեր, որոնք հետաքրքրությամբ զննեցին Ռոդրիգոյին։ Ուրեմն դուք եք իմ աղջկա շեֆը, ասաց նա, մեղմ ժպիտով։ Նա միշտ խոսում է ձեր մասին։ Մայրիկ, բողոքեց Ալինան, վերադառնալով սենյակ առօրյա հագուստով, դեմքը կարմրած ամոթից։ Հուսով եմ, միայն լավ բաներ, պատասխանեց Ռոդրիգոն, հիացած տիկնոջ անկեղծությամբ։ Նա ասում է, որ դուք կայսրություն եք կառուցել, բայց երբեք չեք ժպտում այն լուսանկարներում, որոնք հայտնվում են թերթերում, անզիջում շարունակեց տիկին ծաղիկը։ Ասում է, որ դուք կարծես աշխարհն եք գրում ձեր ուսերին։ Ալինան կարծես ուզում էր, որ գետինը բացվեր իր ոտքերի տակ։ Մայրիկ, խնդրում եմ, պարոն Բարոսյանը շտապում է։ Ռոդրիգո, ուղեց նա։ Կարող եք ինձ Ռոդրիգո կոչել։ Տեքհայ վերադարձի ճանապարհն ավելի լուռ էր, բայց հարմարավետ ձով։ Կար փոխըմբռնում, որը բառերի կարիք չուներ։
Երբեմն նրանց հայացքները հանդիպում էին, երկուսն էլ ամաչկոտ ժպտում էին, նախքան ուշադրությունը շեղելը։ Հասնելուն պես Ռոդրիգոն նրան ուղեկցեց ոչ թե հիմնական հարկ, այլ վերջին հարկի անձնական սենյակ։ Դուք պետք է ներկայանալի լինեք հանդիպման համար, բացատրեց նա։ Ռենատան կօգնի։ Նրա օգնականն արդեն սպասում էր մի քանի էլեգանտ կանացի հագուստի տարբերակներով։ Դուք միշտ կանացի հագուստ ունեք գրասենյակում, հարցրեց Ալինան, հոնքը բարձրացնելով։ Ռոդրիգոն ծիծաղեց։ Դրանք մեր արտակարգ հավաքածուից են, այցելող գործադիրների համար։ Երբեք չգիտես, թե երբ կարող է ուղեբեռը կորել։ Մինչ Ալինան պատրաստվում էր, Ռոդրիգոին տեղեկացրին, որ ճապոնացի ներդրողները ժամանել են ընդունվում են նախասրահում։ Ժամանակը սպառվում էր։ Նա ստուգեց իր պլանշետը, ստուգելով Ալինայի կողմից կարգավորված մոնիտորինգը։ Մաթեոս Սիլվանյանը հանդիպման սենյակում էր, արտաքուստ հանգիստ չիմանալով, որ իր պլանը բացահայտվել է։ Երբ Ալինան վերադարձավ, Ռոդրիգոն գրեթե չճանաչեց նրան։ Հագած էլեգանտ մոխրագույն կոստյում, մազերը բաց, շրջանակելով դեմքը, թեթ դիմահարդարում, ընդգծելով նրա դիմագծերը, նա բարձրաստիճան գործադիրի տեսք ուներ։ Ինչպե՞ս եմ, հարցրեց նա, անվստահ։ Ռոդրիգոն չկարողացավ անմիջապես պատասխանել։ Զարմանալի էր, թե ինչպես արտաքին փոփոխությունը պարզապես ընդգծում էր այն, ինչ արդեն կար, աչքերի խելքը, կեցվածքի վճռականությունը։ Կատարյալ, ասաց նա վերջապես։ Բացարձակապես կատարյալ։ Նրանց հայացքները նորից հանդիպեցին, այս անգամ երկուսն էլ չշեղվեցին։ Մի պահ նրանք գործադիր տնօրեն աշխատակից չէին, հարուստ աղքատ, գործադիր տեխնիկ։ Նրանք պարզապես տղամարդ կին էին, միավորված արտասովոր հանգամանքներով, հայտնաբերելով մի անսպասելի բան իրար մեջ։ Մենք կփրկենք ձեր ընկերությունը, ասաց Ալինան, կոտրելով լռությունը։ Մեր ընկերությունը, ուղեց Ռոդրիգոն, առանց մտածելու։ Եվ հետո, նրա զարմացած հայացքի ներքո, հավելեց. Գոնե այսօրվա համար։ Նրանք միասին դուրս եկան դեպի հանդիպման սենյակ, որտեղ Մաթեոս Սիլվանյանը ճապոնացի ներդրողները սպասում էին նրանց։ Դավաճանը չգիտեր, որ իր պլանը քանդվել էր, ոչ էլ այն մասին, թե ինչպես էր հզոր գործադիր տնօրենի մաքրող աշխատակցուհու անհավանական գործընկերությունը պատրաստվում փոխել ամեն ինչ։ Երբ Ռոդրիգոն Ալինան մտան հանդիպման սենյակ, բոլոր հայացքները շրջվեցին դեպի նրանց։ Երեք ճապոնացի գործադիրները, անթերի հագնված, ոտքի կանգնեցին ի նշան հարգանքի։ Մաթեոս Սիլվանյանը, բարձրահասակ կոկիկ արտաքինով, իր կարված իտալական կոստյումով չկարողացավ ամբողջությամբ թաքցնել զարմանքը, տեսնելով Ալինային Ռոդրիգոյի կողքին։ Պարոնայք, շնորհակալություն համբերության համար, ասաց Ռոդրիգոն անգլերենով, դիմելով ճապոնացիներին։ Թույլ տվեք ներկայացնել Ալինա Սարգսյանին, մեր կիբերանվտանգության մասնագետին, ով կլինի մեզ հետ այս ներկայացմանը։ Ալինան հարգալից խոնարհումով ողջունեց այցելուներին, զարմացնելով բոլորին, մի քանի բառ փոխանակելով հիմնական ճապոներենով, որը նա սովորել էր Հ ոստիկանությունում աշխատելու տարիներին։ Գործադիրները ժպտացին, ակնհայտորեն տպավորված։ Մաթեոսը, մյուս կողմից, լարված էր թվում։ Չգիտեի, որ հանդիպմանը անվտանգության մասնագետ կունենանք, մեկնաբանեց նա ստիպելով ժպտալ։ Կարծում էի, որ սա զուտ արտրային ներկայացում կլինի։ Վերջին րոպեի փոփոխություն, պատասխանեց Ռոդրիգոն պատահականորեն։ Հաշվի առնելով մեր հյուրերի հատուկ հետաքրքրությունը պահապան նախագծի նկատմամբ, կարծեցի, որ կարող կլինի ունենալ մեկին, ով կարող է բացատրել տեխնիկական կողմերը։ Նախագծի անունը Մաթեոսին ստիպեց ուղղել իր փողկապը, նյարդային ժեստ, որը չանցավ Ալինայի ուշադրությունից։ Նա Ռոդրիգոն համաձայնեցրել էին։ Նրանք կպահեին խաբեությունը, ծածնելով, թե ոչինչ չգիտեն դավաճանության մասին, մինչ ավելի շատ ապացույցներ էին հավաքում։ Հանդիպումը շարունակվեց։ Ռոդրիգոն ղեկավարեց առաջին մասը, ներկայացնելով Տեքհայի տպավորիչ թվերը նրա դիրքը լատինաամերիկյան շուկայում։ Այնուհետ Ալինայի հերթն էր, ով զարմացրեց բոլորին պահապան նախագծի գործունեության մանրամասն բացատրությամբ, առանց իհարկե բացահայտելու իր ամենաթանկ գաղտնիքները։ Համակարգը օգտագործում է կանխատեսող մոտեցում, բացահայտելով սպառնալիքները մինչ դրանց նյութականացումը, բացատրեց նա ցուցադրելով գրաֆիկներ մեծ էկրանին։ Տարբերվում է շուկայում առկա ցանկացած լուծումից։ Թաքեշի Յամամոտոն, ճապոնական պատվիրակության ղեկավարը, մի քանի տեխնիկական հարցեր տվեց, որոնց Ալինան պատասխանեց վստահորեն ճշգրտորեն։ Մինչ այդ Ռոդրիգոն դիտում էր Մաթեոսին, ով ակնհայտորեն ավելի անհանգիստ էր դառնում յուրաքանչյուր րոպեի հետ։
Մի պահ Մաթեոսը թույլտվություն խնդրեց, պատասխանելուց շտապ զանգին։ Հենց որ նա դուրս եկավ, Ալինան զուսպորեն ցույց տվեց իր պլանշետը Ռոդրիգոյին, էկրանին ցուցադրվում էր, թե ինչպես է Մաթեոսը փորձում հեռակա մուտք գործել պահապան նախագծի սերվերին, միայն թե նրա մուտքերը արգելափակված էին։ Նա հուսահատված է, շշնջաց նա։ Երբ Մաթեոսը վերադարձավ, գունատ էր թվում։ Ռոդրիգոն ներսից ժպտաց։ Դավաճանը անկյուն էր քշված գիտեր դա։ Ներկայացման վերջում Թաքեշի Յամամոտոն տպավորված էր։ Բարոսյան-սան, ձեր ընկերությունը գերազանցեց մեր ակնկալիքները, ասաց նա, թեթակի խոնարհվելով։ Մենք պատրաստ ենք այսօր իսկ ավարտել համաձայնագիրը։ Դա կատարյալ հուշում էր։ Հիանալի է, պատասխանեց Ռոդրիգոն։ Մաթեոս, կարող ես պայմանագրերը բերել իմ սենյակից։ Դրանք կապույտ թղթապանակում են, իմ սեղանին։ Դա թակարդ էր։ Այնտեղ պայմանագրեր չկային, պարզապես պատրվակ էր Մաթեոսին հեռացնելու համար, մինչ Ռոդրիգոն կբացատրեր իրավիճակը ճապոնացիներին։ Հենց որ Մաթեոսը դուրս եկավ, Ռոդրիգոն ամբողջությամբ փոխեց տոնը։ Պարոն Այկ, պետք է ձեզ տեղեկացնեմ մի լուրջ բանի մասին, ասաց նա, առաջ թեքվելով։ Մենք հայտնաբերել ենք դիվերսիայի փորձ մեր համակարգերում այս լուսադեմին։ Ինչ-որ մեկը փորձել է վտանգել պահապան նախագիծը տեղեկություններ արտահոսել մրցակիցներին։ Ճապոնացիները անհանգստացած հայացքներ փոխանակեցին։ Շնորհիվ Ալինայի, շարունակեց Ռոդրիգոն, նրան նայելով անկեղծ հիացմունքով, մենք կարողացանք ոչ միայն կանխել հարձակումը, այլ բացահայտել պատասխանատուին։ Պարոն Սիլվանյանը, հարցրեց Թաքեշին, արագ հասկանալով։ Ռոդրիգոն գլխով արեց։ Ցավոք, այո։ Նա աշխատում է Global Tech-ի մեր հիմնական ամերիկյան մրցակցի համար։ Ինչու՞։ Էկ մեզ հիմա դա ասում, հարցրեց ճապոնացի մեկ այլ գործադիր։ Կարող էիք չեղարկել հանդիպումը։ Որովհետև վստահությունը մեր բիզնեսի հիմքն է, պատասխանեց Ռոդրիգոն։ Եվ որովհետև ես ուզում եմ ցույց տալ, որ նույնիսկ հարձակման պայմաններում մեր համակարգերն անխախտելի են, երբ ճիշտ ձեռքերում են։ Նա նայեց Ալինային դա ասելիս, նրանց միջ հայացքի ինչ-որ բան ստիպեց Թաքեշիին զուսպ ժպտալ։ Այդ պահին դուռը բացվեց։ Մաթեոսը վերադարձավ, շփոթված։ Ռոդրիգո, ես ոչ մի կապույտ թղթապանակ չգտա ձերը։ Նա կանգ առավ, տեսնելով բոլորի լուրջ արտահայտությունները։ Երկու պահակ մտան նրա հետից։ Մաթեոս Սիլվանյան, ասաց Ռոդրիգոն, ոտքի կանգնելով, դուք հեռացվում եք գաղտնիության խախտման արդյունաբերական լրտեսության համար։ Ոստիկանությունն արդեն ճանապարհին է։ Մաթեոսի դեմքը շփոթությունից վերածվեց խուճապի։ Ինչի՞ մասին եք խոսում։ Սա անհեթեթություն է։ Մենք ունենք բոլոր ապացույցները, միջամտեց Ալինան, ցույց տալով պլանշետը մուտքի գրառումներով։ Պահապան նախագծի կոդը հանելու ձեր յուրաքանչյուր փորձը, Global Tech-ի հետ յուրաքանչյուր հաղորդակցությունը։ Ամեն ինչ փաստաթղթավորված է։ Մաթեոսը լիովին գունատվեց։ Նրա աչքերը շրջեցին սենյակով, փնտրելով ելք։ Մի վայրկյան թվաց, թե նա կփորձի փախչել, բայց պահակները արգելափակել էին դուռը։ Նրանք ինձ $5 միլիոն առաջարկեցին, խոստովանեց նա վերջապես պարտված։ Դուք երբեք ինձ չեք գնահատել, Ռոդրիգո։ 15 տարի այս ընկերությունում դուք դեռ ինձ վերաբերվում եք որպես սովորական ենթակայի։ Դուք իմ աջ ձեռքն էիք, պատասխանեց Ռոդրիգոն, ձայնը լի հիասթափությամբ։ Ես ձեզ վստահում էի, ինչպես քչերին։ Այնքան էիք վստահում, որ ես նույնիսկ չգիտեի ձեր ունեցած գաղտնի լաբորատորիայի մասին, դառնորեն հակադարձեց Մաթեոսը։ Կամ այս։ Նա արհամարհանքով նայեց Ալինային։ Ո՞վ է նա, ի վերջո։ Հայտնվում է ոչ մի տեղից հանկարծ հայտնվում է տարվա ամենակարևոր հանդիպմանը։ Նա այն մարդն է, ով փրկեց այս ընկերությունը, պատասխանեց Ռոդրիգոն, ամրապնդելով։ Մի բան, որը դուք պետք է օգնեիք անել, ոչ թե ոչնչացնել։ Պահակները տարան Մաթեոսին, ով շարունակում էր բողոքել, մինչ նրա ձայնը անհետացավ միջանցքում։ Ծանր լռություն տիրեց սենյակում։ Թաքեշին էր, ով կոտրեց լարված մթնոլորտը։ Բարոսյան-սան, ձեր ազնվությունը մեզ ավելի է տպավորում, քան ձեր տեխնոլոգիան, ասաց նա։ Համաձայնագիրը մնում է ուժի մեջ։ Իրականում։ Նա հայացքներ փոխանակեց իր գործընկերների հետ, նախքան շարունակելը։
Մենք պատրաստ ենք ավելացնել սկզբնական ներդրումը 20%, ով պայմանով, որ Տիկին Սարգսյանը անձամբ ղեկավարի Պահապան նախագծի իրականացումը մեր Տոկիոյի օբյեկտներում։ Ալինայի աչքերը լայն բացվեցին, զարմացած։ Ռոդրիգոն նույնպես չէր սպասում դրան։ Դա առատաձեռն առաջարկ է, պատասխանեց նա, զգուշավոր։ Բայց Տիկին Սարգսյանը անձնական պարտավորություններ ունի, որոնք նրան պահում են երանում։ Հասկանում եմ, ասաց Թաքեշին։ Այդ դեպքում մենք կարող ենք հարմարեցնել համաձայնագիրը։ Գուցե հեռակա հսկողություն, պարբերական ուղղություններով։ Ռոդրիգոն նայեց Ալինային, որոշումը թողնելով նրա ձեռքերում։ Նա մի պահ տատանվեց, մտածելով իր մոր մասին։ Պետք է խորհրդակցեմ իմ ընտանիքի հետ, պատասխանեց նա վերջապես։ Բայց ես պատիվ եմ զգում հրավերից։ Հանդիպումն ավարտվեց ձեռքսեղմումներով հաջորդ օրը պայմանագրերը վերջնականացնելու խոստումով։ Երբ ճապոնացիները դուրս եկան Ռոդրիգոյի օգնականի ուղեկցությամբ, նա Ալինան մնացին մենակ սենյակում։ Դուք անհավատալի էիք, ասաց Ռոդրիգոն, չթաքցնելով հիացմունքը։ Նրանք գրեթե կրկնապատկեցին առաջարկը ձեր պատճառով։ Ալինան թեթակի կարմրեց։ Դա թիմային աշխատանք էր։ Անհավանական թիմ, մեկնաբանեց նա, ժպտալով։ Մաքրուհին միլիարդատերը։ Նախկին մաքրուհի, ակնհայտորեն, ուղեց նա, նայելով իր էլեգանտ հագուստին։ Ինչ ճիշտ տեղի ունեցավ այստեղ, Ռոդրիգո։ 24 ժամից էլ պակաս ժամանակում ես ձեր գրասենյակը մաքրելուց անցա միջազգային գործարքներ կնքելուն։ Նա մի պահ դիտում էր նրան, փորձելով կազմակերպել իր սեփական մտքերը։ Իրականում, ինչ էր տեղի ունեցել։ Ինչպես այս կինը, ում գոյության մասին նա երեկ նույնիսկ չգիտեր, այդքան կարող էր դարձել այդքան արագ։ Կարծում եմ, ես գտա մեկին, ով տեսնում է արտաքինից այն կողմ, պատասխանեց նա վերջապես։ Թե մարդկանց, թե համակարգչային կոդերում։ Նրանց միջ հայացքը ավելի երկար տեց, քան տեղին կլիներ գործադիր տնօրենի աշխատակցուհու միջ։ Այնտեղ ինչ-որ բան էր աճում, մի կապ, որը գերազանցում էր կորպորատիվ հիերարխիաները, սոցիալական կոնվենցիաները։ Պետք է տեսնեմ մայրիկիս, ասաց Ալինան, կոտրելով պահը։ Բացատրել այս ամենը։ Իհարկե, համաձայնեց Ռոդրիգոն։ Իմ վարորդը կարող է նրան տանել։ Իսկ ճապոնացիների առաջարկի մասին։ Պետք է մտածեմ, ընդհատեց նա։ Դա անհավատալի հնարավորություն է, բայց մայրս։ Հասկանում եմ, ասաց նա, թե նրա մի մասը վախենում էր, որ նա կմերժի կանհետանա իր կյանքից այնքան արագ, որքան եկել էր։ Վերցրեք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Մինչ նա դուրս կգար, Ռոդրիգոն իմպուլսիվ որոշում կայացրեց։ Ալինա, կցանկանայիք այսօր երեկոյան ինձ հետ ընթրել, որպեսզի քննարկենք հաջորդ քայլերը։ Հրավերը կախված էր օդում։ Երկուսն էլ գիտեին, որ դա պարզապես գործնական հանդիպում չէր լինելու։ Ես շատ կցանկանայի, պատասխանեց նա կարճատ տատանումից հետո։ Բայց դա պետք է պարզ լինի։ Ես սովոր չեմ աստղային ռեստորաններին։ Ռոդրիգոն ժպտաց։ Ես գիտեմ կատարյալ տեղը։ Այդ կեսօրը մրրիկ էր երկուսի համար էլ։ Ռոդրիգոն պետք է զբաղվեր Մաթեոսի դավաճանության հետանքներով, մամլո հաղորդագրություններ, խորհրդի հետ հանդիպումներ, ոստիկանությանը ցուցմունքներ։ Ալինան վերադարձավ տուն, մորը բացատրելու իր նոր իրավիճակը։ Տնօրենի պաշտոն, բացականչեց Տիկին Ծաղիկը, անհավատալի։ Իմ աղջիկը, Տեքհայի անվտանգության տնօրեն։ Դեռ պաշտոնական չէ, բացատրեց Ալինան, նստած մոր հաշմանդամի սայլակի կողքին փոքրիկ հյուրասենյակում։ Բայց Ռոդրիգոն, պարոն Բարոսյանը, ինչ-որ բան նշեց այդ մասին։ Տիկին Ծաղիկի սրամիտ աչքերը ուսումնասիրեցին դստերը։ Իսկ այսօր երեկոյան ընթրիքը։ Միայն աշխատանքի մասին է։ Ալինան հայացքը շեղեց, զգալով, թե ինչպես է դեմքը տաքանում։ Իհարկե։ Էլ ինչ կարող էր լինել։ Ախ, աղջիկս, հառաչեց Տիկին Ծաղիկը, ժպտալով։ Ես սկլերոզ ունեմ, ոչ թե կուրություն։ Ես տեսա, թե ինչպես էր նա այս առավոտ նայում քեզ։ Եվ ինչպես էիր դու նայում նրան։ Մայրիկ։ Նա իմ շեֆն է։ Միլիարդատեր։ Երկրի խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից մեկի սեփականատերը։ Եվ դու պայծառ կին ես, ով չափից շատ է թաքցրել իր տաղանդը, հակադարձեց Տիկինը, բռնելով դստեր ձեռքը։ Թույլ մի տվեք, որ սոցիալական տարբերությունները խանգարեն ձեզ երջանիկ լինել։
Ալինան մտորեց մոր խոսքերի մասին, մինչ պատրաստվում էր ընթրիքին։ Հակած պարզ, բայց էլեգանտ զգեստ, լավագույնը որ ուներ, նա զգում էր հուզմունքի նյարդայնության խառնուրդ, որը տարիներ շարունակ չէր զգացել։ Ժամը 7-ին զանգը հնչեց։ Ի զարմանս նրա, դա վարորդը չէր, այլ հենց Ռոդրիգոն էր դռան մոտ, ջինսով առօրյա վերնաշապիկով։ Լիմուզին էիք սպասում, կատակեց նա, նկատելով նրա զարմացած հայացքը։ Խոստովանում եմ, այո, պատասխանեց նա, ժպտալով։ Կամ գոնե Փորսչիին։ Այսօր մենք ազատ ենք պաշտոնականություններից, բացատրեց նա։ Նույնիսկ շքեղ մեքենաներից։ Մի արծաթագույն Volkswagen Gol էր կայանված մայթին, որքան հնարավոր է անանուն։ Վարձակալած մեքենա հարցրեց նա, մինչ նա բացում էր դուռը նրա համար։ Իրականում դա իմ առաջին մեքենան էր, խոստովանեց Ռոդրիգոն։ Պահում եմ հուզական արժեքի համար։ Հազվադեպ եմ օգտագործում, բայց կարծեցի, որ այսօրվա համար կատարյալ կլինի։ Այդ ժեստում խորը բացահայտիչ բան կար։ Հզոր գործադիր տնօրենը, սովոր շքեղ մեքենաներին վարորդներին, ընտրել էր իր երիտասարդության պարզ մեքենան այս հանդիպման համար։ Կարծես նա ուզում էր ցույց տալ իր մի մասը, որը քչերն էին ճանաչում։ Նրանք քշեցին դեպի Կոնդ թաղամաս, Երանի ճապոնական անկյունը։ Փոխարենը շքեղ ռեստորանի, Ռոդրիգոն նրան տարավ մի փոքրիկ իզակայա, ճապոնական պանդոկի տեսակ, թաքնված հանգիստ փողոցում։ Քաղաքի լավագույն լամենը, վստահեցրեց նա, մինչ նրանց ջերմորեն ընդունում էր ծեր սեփականատերը, ով ակնհայտորեն լավ էր ճանաչում նրան։ Նստած հետի կողմի զուսպ սեղանի շուրջ, հեռու հետաքրքրասեր հայացքներից, նրանք վերջապես կարողացան հանգստանալ։ Առանց կորպորատիվ ճգնաժամերի, առանց դավաճանությունների, առանց միջազգային հանդիպումների։ Պարզապես երկու մարդ, կիսելով ճաշը։ Ինչպես ձեզ նման մարդը գիտի այսպիսի վայրի մասին, հարցրեց Ալինան, համտեսելով համեղ տաք արգանակը։ Ռոդրիգոն ժպտաց, մի ժպիտ, որը տարբերվում էր այն բանից, ինչ նա տեսել էր կորպորատիվ միջավայրում, ավելի ազատ, ավելի անկեղծ։ Մինչ ես ծրագրային ապահովման արքա էի, ես պարզապես սովորական ծրագրավորող էի, բացատրեց նա։ 2 տարի ապրել եմ Ճապոնիայում, Տոկիոյի ստարտափում աշխատելով։ Հենց այնտեղ սովորեցի ամեն ինչ կիբերանվտանգության մասին։ Երբ վերադարձա Հայաստան հիմնադրեցի Tech-High-ը, այս վայրը ինձ մի փոքր տուն էր հիշեցնում։ Երբեք դա չեմ կարդացել ձեր կենսագրություններում բիզնես ամսագրերում։ Շատ բաներ կան, որոնք չկան այդ կենսագրություններում, պատասխանեց նա նրա հայացքը խորացնելով։ Ինչպես շատ ավելին կա ձեր մեջ, քան մաքրուհու աշխատանքային գրառումը կարող էր ցույց տալ։ Խոսակցությունը բնականորեն հոսում էր, տեխնոլոգիայից անցնելով ֆիլմերի, գրքերի, փորձառությունների։ Նրանք հայտնաբերեցին ընդհանուր ճաշակներ հետաքրքիր տարբերություններ։ Նա, հիացած նրա սրամտությամբ ազնվությամբ։ Նա, հրապուրված, բացահայտելով կայսրության հետում կանգնած մարդուն։ Ինչու՞։ Երբեք չեք ամուսնացել, հարցրեց Ալինան, երբ արդեն աղանդերի մոտ էին։ Հարցը դուրս եկավ, մինչ նա կարող էր զսպել այն, անմիջապես զղջաց։ Կներեք, շատ անձնական է։ Ոչ, ամեն ինչ կարգին է, ասաց Ռոդրիգոն, մատների մեջ պտտելով սակեի բաժակը։ Մի անգամ նշանված էի, 8 տարի առաջ։ Ջուլիան ճարտարապետ էր։ Մենք հանդիպեցինք Tech-High-ի առաջին գլխավոր գրասենյակի կառուցման ժամանակ։ Ինչ պատահեց։ Ընկերությունը աճեց։ Ես աճեցի նրա հետ։ Աշխատում էի օրական 18 ժամ, անընդհատ ճանապարհորդում էի։ Նա դադար տվեց, հիշելով։ Մի օր նա ինձ ասաց, որ ուրվականի հետ է հանդիպում։ Մի մարդու, ում մարմինը երբեմն ներկա էր, բայց ում միտքը միշտ այլ տեղ էր։ Ցավում եմ, ասաց Ալինան, անկեղծորեն։ Նա ճիշտ էր, խոստովանեց Ռոդրիգոն։ Ես դարձել էի ընկերությունը։ Ոչինչ այլս տեղ չէր մնում։ Նա ինտենսիվ նայեց նրան։ Իսկ դուք երբեք որե հատուկ մեկին չեք գտել։ Ալինան տատանվեց։ Դա այն հարցը չէր, որին նա սպասում էր։ Ունեցել եմ մի քանի հարաբերություններ, ոչինչ լուրջ, պատասխանեց նա վերջապես։ Եվ մայրիկիս հիվանդանալուց հետո ավելի դժվար դարձավ։ Հեշտ չէ հավակնորդին բացատրել, որ ձեր առաջնահերթությունը մեկին խնամելն է։ Արժանի մեկը կհասկանար դա, ասաց Ռոդրիգոն, ձայնը ավելի մեղմ։ Պահը ընդհատվեց Ալինայի բջջայինի զանգով։ Դա իր մոր խնամակալն էր։
Կներեք, պետք է պատասխանեմ, ասաց նա, արագ ոտքի կանգնելով։ Ռոդրիգոն դիտում էր նրան, մինչ նա խոսում էր հեռախոսով, նկատելով, թե ինչպես է նրա արտահայտությունը փոխվում անհանգստության։ Երբ նա վերադարձավ սեղանի մոտ, ակնհայտորեն լարված էր։ Ամեն ինչ կարգին է, հարցրեց նա։ Մայրս լավ չի զգում, բացատրեց Ալինան։ Ոչինչ լուրջ, բայց… Պետք է գնանք, անմիջապես եզրակացրեց Ռոդրիգոն, ազդանշան տալով հաշիվը բերելու համար։ Ես ձեզ տուն կտանեմ։ Վերադարձի ճանապարհը լուռ էր, բայց հարմարավետ։ Կար փոխադարձ ըմբռնում, որը բառերի կարիք չուներ։ Երբ նրանք հասան Ալինայի շենք, Ռոդրիգոն պնդեց նրան ուղեկցել մինչ բնակարան։ Տիկին ծաղիկը անկողնում էր, գունատ, բայց գիտակից։ Խնամակալը բացատրեց, որ նա գլխապտույտ սրտխառնոց էր զգացել, իր դեղորայքի ընդունման սովորական ախտանիշներ։ Պետք չէր ընդհատել ձեր ընթրիքը, աղջիկս, բողոքեց տիկինը, տեսնելով Ալինային շտապելով ներս մտնել, Ռոդրիգոն անմիջապես հետից։ Ձեր առողջությունը ավելի կարևոր է, քան ցանկացած ընթրիք, մայրիկ, պատասխանեց Ալինան, ստուգելով նրա ջերմաստիճանը։ Մինչ Ալինան խնամում էր մորը, Ռոդրիգոն դիտում էր նրանց միջ դինամիկան, քնքշությունը, նվիրումը։ Դա Ալինայի մի կողմն էր, որը նրան տպավորում էր նույնքան, որքան նրա տեխնիկական հանճարը։ Որոշ ժամանակ անց տիկին ծաղիկը կարծես թե լավացավ քնեց։ Փոքրիկ բնակարանի նեղ միջանցքում Ռոդրիգոն Ալինան վերջապես նորից մենակ մնացին։ Կներեք երեկոյի հանկարծակի ավարտի համար, ասաց նա, անկեղծորեն զգացված։ Մի ներողություն խնդրեք սիրելիներին խնամելու համար, պատասխանեց նա, մեղմորեն բռնելով նրա ձեռքերը։ Դա միայն ավելի է ստիպում ինձ հիանալ ձեզնով։ Հպումը էլեկտրական էր։ Նրանք մոտ էին, ավելի մոտ, քան երբե եղել էին։ Ալինան կարող էր զգալ Ռոդրիգոյի մեղմ բույրը, տեսնել նրա դեմքի մանրամասները, որոնք սովորաբար թաքնված էին մասնագիտական հեռավորությունից։ Ալինա, ասաց նա, ձայնը գրեթե շշուկ։ Գիտեմ, որ մենք ծանոթ ենք 48 ժամից էլ քիչ, բայց ես զգում եմ կարծեսը։ Կարծես մենք շատ ավելի վաղուց ենք ծանոթ, լրացրեց նա, սիրտը արագանալով։ Դանդաղ, կարծես նրան ժամանակ տալով նահանջելու, Ռոդրիգոն թեքվեց։ Նրա շուրթերը հանդիպեցին Ալինայի շուրթերին մեղմ, տատանվող համբույրով, լուռ հարց։ Նա պատասխանեց, ավելի մոտենալով, խորացնելով շփումը։ Մի պահ արտաքին աշխարհն անհետացավ։ Նրանք գործադիր տնօրեն նախկին մաքրուհի չէին, հարուստ միջին դասի, գործատու աշխատակից։ Նրանք պարզապես տղամարդ կին էին, կապված սոցիալական հանգամանքներից ավելի խորը բանով։ Երբ նրանք վերջապես բաժանվեցին, երկուսն էլ շնչահեղձ էին, կարծես մարաթոն վազած լինեին։ Դա, սկսեց Ռոդրիգոն։ Անսպասելի առաջարկեց Ալինան, ամաչկոտ ժպիտը խաղում էր նրա շրթունքներին։ Կատարյալ, ուղղեց նա, շոյելով նրա դեմքը։ Բացարձակապես կատարյալ։ Ռոդրիգո, ասաց նա, լրջությունը վերականգնելով։ Սա բարդ է։ Դուք իմ շեֆն եք։ Մենք նոր ենք ծանոթացել։ Իմ կյանքը ամբողջությամբ գլխիվայր է շրջվել։ Գիտեմ, համաձայնեց նա։ Եվ խոստանում եմ, որ մենք դանդաղ կգնանք։ Ձեր տեմպով։ Նա բռնեց նրա ձեռքերը իր ձեռքերի մեջ։ Բայց 15 տարի մի բան կառուցելուց հետո, որը գրեթե կորցրի մեկ գիշերում, ես սովորեցի, որ որոշ հնարավորություններ չպետք է վատնել։ Ինչ հնարավորություններ, հարցրեց նա, նայելով նրա աչքերին։ Հնարավորություն գտնելու մեկին, ով տեսնում է փողից իշխանությունից այն կողմ, պատասխանեց նա։ Մեկին, ով տեսնում է ինձ, իրական ինձ։ Ալինան զգաց, թե ինչպես է սիրտը նորից արագանում։ Դա խելագարություն էր, իհարկե։ Ռոդրիգո Բարոսյանը Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն էր։ Նա, մինչ երեկ, մաքրում էր նրա ընկերության հատակը։ Եվ այնուամենայնիվ, մենք միասին կբացահայտենք դա, ասաց նա վերջապես։ Օր առ օր։ Ռոդրիգոն ժպտաց, այն հազվագյուտ անկեղծ ժպիտը, որը նա սկսում էր սիրել։ Օր առ օր, համաձայնեց նա։ Երբ նա վերջապես հեռացավ, խոստանալով առավոտյան զանգել, Ալինան հենվեց փակ դռանը, սիրտը դեռ անհամաչափ բաբախում էր։ 48 ժամվա ընթացքում նրա կյանքը ամբողջությամբ փոխվել էր։ Անանուն մաքրուհուց մինչ բազմազգ ընկերության առանցքային դեմք։ Միայնակ կնոջից մինչ ճիշտ ինչ։ Ռոդրիգո Բարոսյանի ընկերուհի։ Շատ վաղ էր սահմանումների համար։ Բայց մինչ նա վերադառնում էր մորը ստուգելու, Ալինան չէր կարողանում զսպել ժպիտը։
Տարիների ընթացքում առաջին անգամ ապագան պարզապես ներկա զոհաբերության շարունակություն չէր թվում։ Կային հնարավորություններ, գույներ, հույս։ Քաղաքի մյուս կողմում, իր շքեղ պենթհաուսում, կասկադի տեսարանով, Ռոդրիգոն նույնպես ժպտում էր գիշերին։ 2 օրից էլ պակաս ժամանակում նա գրեթե կորցրել էր իր ընկերությունը գտել մի բան, որը պոտենցիալ ավելի արժեքավոր էր։ Մի բան, որը նույնիսկ իր ամբողջ փողը չէր կարող գնել։ Հաջորդող շաբաթները մրրիկի պես անցան Ալինայի Ռոդրիգոյի համար։ Մաթեոս Սիլվանյանի ձերբակալությունը արդյունաբերական լրտեսության համար դարձավ երկրի գլխավոր բիզնես թերթերի առաջին էջի նորությունը։ Տեքհայը, որը հազիվ փրկվել էր փլուզումից, այժմ մասնագիտացված մամուլի կողմից նշվում էր որպես կորպորատիվ դիմացկունության օրինակ։ Ճապոնացիների հետ համաձայնագիրը վերջնականացվեց սկզբնապես նախատեսվածից էլ ավելի տպավորիչ գումարներով, պահապան նախագիծը գտնվում էր միջազգային իրականացման փուլում։ Ալինայի համար փոխակերպումն էլ ավելի խորն էր։ 1 ամսից էլ պակաս ժամանակում նախկին մաքրուհին պաշտոնապես դարձավ Տեքհայի կիբերանվտանգության տնօրեն, այնպիսի աշխատավարձով, որը թույլ տվեց նրան մորը տեղափոխել ավելի ընդարձակ, հարմարեցված բնակարան լրիվ դրույքով խնամակալներ վարձել։ Նրա ոգեշնչող պատմությունը, առանց հարձակման գաղտնի մանրամասները բացահայտելու, թաքնված տաղանդների հաղթահարման ճանաչման մասին հոդվածների թեմա էր։ Սակայն ամեն ինչ կատարյալ չէր։ Նրա Ռոդրիգոյի միջ ձևավորվող հարաբերությունները, թե ինտենսիվ անկեղծ, պետք է զուսպ պահվեին։ Ընկերության վարչական խորհուրդն արդեն անհանգստություն էր ցուցաբերում Ալինայի արագ վերելքի կապակցությամբ, գործադիր տնօրենի հետ սիրավեպը, անշուշտ, կսնուցեր բարեհաճության մասին լուրեր։ Դա ժամանակավոր է, վստահեցրեց Ռոդրիգոն մի երեկո, երբ նրանք ընթրում էին Ալինայի նոր տանը։ Հենց որ ջրերը հանդարտվեն, մենք կարող ենք ավելի բաց լինել։ Ինձ չի հետաքրքրում զուսպ լինելը, պատասխանեց նա, ավելի շատ գինի լցնելով։ Ես բավական երկար եմ ապրել անտեսանելի։ Ես գիտեմ ամուր բան կառուցելու արժեքը, նախքան այն աշխարհին ցուցադրելը։ Ռոդրիգոն հիանում էր նրա այս հատկանիշով, համբերությամբ, այն ըմբռնումով, որը գալիս էր նրանից, ով ճանաչել էր իրական դժվարությունները։ Դա թարմացնող հակադրություն էր կորպորատիվ աշխարհի հետ, որտեղ ամեն ինչ պետք է լիներ անմիջական տպավորիչ։ Ինչպես է ընթանում տեխնոլոգիա վերադառնալը, հարցրեց նա, քնքշությամբ դիտելով նրան։ Կարոտում եք նախկինի պարզությունը։ Ալինան մի պահ մտածեց, խաղալով բաժակի հետ։ Երբեմն, խոստովանեց նա վերջապես։ Մի տեսակ խաղաղություն կար անտեսանելի լինելու մեջ, ակնկալիքներ չկրելու մեջ։ Բայց նա հիասթափություն կար, իմանալով, որ կարող եմ ավելին անել, ավելին լինել։ Նա ժպտաց։ Կարծում եմ, հիմա լավ հավասարակշռություն եմ գտել։ Տիկին ծաղիկը, ով ընթրում էր նրանց հետ իր հաշմանդամի սայլակի համար հարմարեցված սեղանի շուրջ, սրամիտ աչքերով դիտում էր զույգին։ Դուք երկուստ էլ այն սերիալների գլխավոր հերոսներն եք, որոնք մենք դիտում էինք, աղջիկս, մեկնաբանեց նա իր անկեղծ ձով։ Հզոր գործարարը պարզ աղջիկը։ Միայն չարագործն է մնում վերադառնալու, ամեն ինչ բարդացնելու համար։ Ռոդրիգոն ծիծաղեց, արդեն սովորելով տիկնոջ ուղիղ հումորին։ Տիկին ծաղիկ, մի գաղափարներ տվեք տիեզերքին։ Մենք առայժմ բավական չարագործներ ունեցանք։ Բայց տիեզերքը, կամ գուցե ճակատագիրը, այլ պլաններ ուներ։ Հաջորդ առավոտ Ալինան հասավ գրասենյակ, տեսնելով, որ միջավայրը եռուզեռի մեջ է։ Աշխատակիցները լարված խմբերով խոսում էին, անհանգստության մթնոլորտը շոշափելի էր։ Ինչ է կատարվում, հարցրեց Ռենատային, Ռոդրիգոյի օգնականին, ով շտապում էր միջանցքով։ Գլոբալ Թեքը մեզ դեմ հայց է ներկայացրել, բացատրեց Ռենատան, ակնհայտորեն անհանգստացած։ Նրանք պնդում են, որ պահապան նախագիծը մշակվել է իրենցից գողացված տեխնոլոգիայով։ Ալինան զգաց, թե ինչպես է ստամոքսը սուզվում։ Global Tech-ը ամերիկյան ընկերությունը, որին Մաթեոսը փորձել էր տեղեկություններ վաճառել, այժմ իրավական հակահարձակման էր անցնում։ Դա լիովին անհեթեթ է, շարունակեց Ռենատան։ Բայց նրանք ազդեցություն ունեն, նրանց բաժնետոմսերն արդեն 3%, ով բարձրացել են միայն հայցի մասին հայտարարությունից։ Մեր բաժնետոմսերը 5%, ով ընկել են։ Ալինան Ռոդրիգոյին գտավ իր սենյակում, շրջապատված իրավաբաններով։ Նրա դեմքին լարվածություն կար, որը նա չէր տեսել կիբերհարձակման գիշերից ի վեր։ Նրանք պնդում են, որ ապացույցներ ունեն, բացատրեց նա, հենց որ իրավաբանները դուրս եկան։
Էլեկտրոնային նամակներ փաստաթղթեր Մաթեոսի մշակման թիմի միջ հաղորդագրությունների փոխանակումներ, ենթադրելով, որ մենք փոխարել ենք իրենց տեխնոլոգիայի հայեցակարգերը։ Բայց դա կեղծված է, բողոքեց Ալինան։ Ես եղել եմ սերվերներում, տեսել եմ կոդը։ Պահապանը օրիգինալ է, 0-ից մշակված։ Դուք ես դա գիտենք, համաձայնեց Ռոդրիգոն, ձեռքերով անցկացնելով հոգնած դեմքի վրայով։ Բայց նրանք մասնագետներ են վարձել, հակառակը վկայելու համար։ Եվ շուկան նյարդային է։ Ճապոնացիներն արդեն 3 անգամ զանգել են այսօր, երաշխիքներ խնդրելով։ Իրավիճակը լուրջ էր։ Մտավոր սեփականության վերաբերյալ հայցը կարող էր տարիներ տել, վնասելով ոչ միայն պահապան նախագծին, այլ Տեքհայի ամբողջ հեղինակությանը։ Ներդրողները կարող էին հետ կանգնել, հաճախորդները ավելի անվտանգ այլընտրանքներ փնտրել։ Այն ամենը, ինչի համար Ռոդրիգոն աշխատել էր, նորից սպառնալիքի տակ էր։ Մեզ ռազմավարություն է պետք, ասաց Ալինան, բնազդաբար ստանձնելով գործընկերոջ դերը, ոչ միայն մասնագիտական, այլ անձնական։ Իրավաբանները համաձայնություն են առաջարկում, դառնորեն պատասխանեց Ռոդրիգոն։ Առաջարկելը Global Tech-ին մասնակցություն պահապան ում, ընդունելը ոգեշնչում իրենց հայեցակարգերից, վճարել հոնորարներ։ Դա կլինի մեղք ընդունել այն բանի համար, ինչ մենք չենք արել։ Եվ այլընտրանքը դատական գործընթաց է, որը կարող է տարիներ տել միլիոններ արժենալ։ Ալինան նրա աչքերում տեսավ մի բան, որը նրան վախեցրեց, հրաժարում։ Առաջին անգամ նրան ճանաչելուց ի վեր, Ռոդրիգո Բարոսյանը կարծես պատրաստ էր զիջումների գնալ։ Ոչ, ասաց նա ամրապնդելով։ Պետք է լինի այլ լուծում։ Հենց այդ ժամանակ նրա մտքում մի գաղափար սկսեց ձևավորվել։ Մի ռիսկային գաղափար, որը կախված կլինի նրա հին հմտություններից որոշակի բախտից։ Ռոդրիգո, դուք ինձ վստահում եք, հարցրեց նա, բռնելով նրա ձեռքերը։ Ամբողջությամբ, պատասխանեց նա, առանց տատանվելու։ Ապա ինձ 48 ժամ տվեք, նախքան որե համաձայնություն քննարկելը։ Այդ գիշեր Ալինան տուն չգնաց։ Տեքհայի տարածքում գտնվող մեկուսացված լաբորատորիայում նա անխոնջ աշխատեց, օգտագործելով թվային դատական փորձաքննության հմտությունները, որոնք սովորել էր ոստիկանությունում։ Եթե Global Tech-ը պնդում էր, որ ապացույցներ ունի, ապա այդ ապացույցները պետք է հետքեր թողնեին։ Ոչ մի թվային փաստաթուղթ լիովին անարատ չէր, միշտ կային մետադվյալներ, էլեկտրոնային ստորագրություններ, փոքր մանրամասներ, որոնք պատմում էին դրա ստեղծման իրական պատմությունը։ Հաջորդ առավոտ, երբ Ռոդրիգոն հասավ, նա դեռ աշխատում էր շրջապատված մոնիտորներով, խորը կապտուկներով։ Ինչ-որ բան գտա, ասաց նա, առանց նախաբանի։ Նրանց կողմից որպես ապացույց ներկայացված փաստաթղթերը ստեղծվել են ընդամենը 2 շաբաթ առաջ, բայց հետադարձ ամսաթվերով։ Կեղծումը բարդ է, բայց հայտնաբերելի։ Դա բավարար է նրանց գործը քանդելու համար։ Ոչ ամբողջությամբ։ Մեզ ավելին է պետք, պատասխանեց Ալինան։ Մեզ պետք է պարզել, թե ով է Global Tech-ի ներսում կազմակերպել դա։ Մաթեոսը մենակ չի գործել։ Հետաքննությունը շարունակվեց։ Ալինան զուսպորեն հավաքագրեց ոստիկանության 2 նախկին գործընկերոջ, այժմ անվտանգության խորհրդատուների, որոնք օգնեցին իրեն։ Միասին նրանք հետեցին թվային հետքին, որը կապում էր Մաթեոս Սիլվանյանին Global Tech-ի հետ։ Մինչ այդ, ճնշումն աճում էր։ Մասնագիտացված մամուլը սկսեց հարցականի տակ դնել պահապան նախագծի ինքնատիպությունը։ Շուկայի վերլուծաբանները խորհուրդ էին տալիս զգուշություն ցուցաբերել Տեքհայի բաժնետոմսերի նկատմամբ։ Վարչական խորհուրդը արտակարգ նիստ էր նշանակել, քննարկելու Global Tech-ի կողմից առաջարկվող համաձայնագիրը։ Հենց այդ հանդիպման նախօրեին, գրեթե 48 ժամ ինտենսիվ աշխատանքից հետո, Ալինան վերջապես գտավ այն, ինչ փնտրում էր։ Ռոդրիգո, կանչեց նա, առանց արարողակարգի մտնելով նրա սենյակ։ Պետք է սա տեսնեք։ Իր պլանշետում նա ցույց տվեց Տեքհայի սերվերներից վերականգնված մի շարք էլեկտրոնային նամակներ, հաղորդագրություններ Մաթեոս Սիլվանյանի արծիվ անունով մեկի միջ։ Արծիվը Վիկտոր Մենդոնցյանն է, բացատրեց Ալինան։ Global Tech-ի զարգացման փոխնախագահը, պատահաբար, Մաթեոսի համալսարանական նախկին ընկերը։ Ինչպես եք ստացել այդ էլեկտրոնային նամակները, հարցրեց Ռոդրիգոն, տպավորված։ Կարծում էի, Մաթեոսը ջնջել էր ամեն ինչ։ Նա փորձել է, հաստատեց Ալինան։ Բայց ոչինչ իրականում չի ջնջվում մեր նման համակարգերում։ Պարզապես ավելի դժվար է վերականգնել։ Բացահայտումը պայթուցիկ էր։
Էլեկտրոնային նամակները հստակ ցույց էին տալիս, որ ռազմավարությունը պլանավորվել էր ամիսներ շարունակ։ Նախ, փորձել գողանալ ՊԱՀԱՊԱՆ նախագծի կոդը։ Եթե դա ձախողվեր, ստեղծել պլագիատի կեղծ ապացույցներ հայց ներկայացնել, ստիպելով Տեքհային անշահավետ համաձայնության կամ երկարատ իրավական պայքարի, որը կվնասեր նրա հեղինակությանը։ Սա ամեն ինչ փոխում է, ասաց Ռոդրիգոն, զգալով հույսի վերադարձը։ Մենք կարող ենք դա օգտագործել նրանց գործը քանդելու համար։ Ավելին կա, շարունակեց Ալինան։ Վիկտորը մենակ չի գործել։ Նա անմիջական հրամաններ էր ստանում Global Tech-ի գործադիր տնօրեն Ռիչարդ Փալմերյանից։ Նա ցույց տվեց ավելի շատ հաղորդագրություններ, այս անգամ արտաքին սերվերներից, որոնք ձեռք էր բերել մեթոդներով, որոնք նա նախընտրեց չմանրամասնել։ Հաղորդակցությունները հստակ ցույց էին տալիս, որ ռազմավարությունը գալիս էր վերից, Փալմերյանը վճռական էր վերացնել Տեքհային որպես մրցակից ասիական շուկայում։ Սա հսկայական է, Ալինա, ասաց Ռոդրիգոն, հասկանալով հայտնագործության մասշտաբը։ Դա ոչ միայն մեր պաշտպանությունն է, այլ կործանարար հակահարձակում։ Հաջորդ օրը խորհրդի հանդիպմանը Ռոդրիգոն ներկայացավ ոչ միայն իր իրավաբանների, այլ Ալինայի ուղեկցությամբ։ Երբ խորհրդի անդամները սկսեցին ճնշում գործադրել Global Tech-ի հետ համաձայնության համար, նա համբերություն խնդրեց։ Պարոնայք, նախքան որևէ բան որոշելը, կցանկանայի, որ դուք ծանոթանայիք այս գործի իրական մասշտաբին, ասաց նա, խոսքը զիջելով Ալինային։ Ճշգրտությամբ պարզությամբ նա ներկայացրեց հավաքված ապացույցները, բացատրելով, թե ինչպես էին Global Tech-ի ենթադրյալ ապացույցները կեղծվել, ինչպես էր ռազմավարությունը ավելի մեծ դավադրության մաս համաշխարհային շուկայում Տեքհային թուլացնելու համար։ Ամփոփելով եզրակացրեց նա, մենք չենք, ովքեր պետք է վախենան դատական գործընթացից։ Նրանք են։ Խորհուրդը, ի սկզբանե թերահավատ, այժմ լիովին համոզված էր։ Փոխարենը համաձայնության պայմանները քննարկելու, նրանք թույլատրեցին ագրեսիվ իրավական պատասխան, ներառյալ զրպարտության անազնիվ առևտրային պրակտիկայի համար հակահայց։ Երբ լուրը տարածվեց մամուլում, խնամքով կազմակերպված Տեքհայի հասարակայնության հետ կապերի թիմի կողմից, ազդեցությունն անմիջական էր։ Global Tech-ի բաժնետոմսերը կտրուկ ընկան։ Ներդրողները սկսեցին հարցականի տակ դնել նրա ղեկավարության ազնվությունը։ 48 ժամից էլ պակաս ժամանակում Ռիչարդ Փալմերյանը մամլո ասուլիս էր հրավիրում, հայտարարելու Տեքհայի դեմ հայցը հետ կանչելու Վիկտոր Մենդոնցյանի ժամանակավոր արձակուրդի մասին։ Հաղթանակը ջնշող էր։ Տեքհայը ոչ միայն գոյատեց սպառնալիքը, այլ ավելի ուժեղացավ, ամրապնդելով իր նորարարության ազնվության հեղինակությունը։ Ճապոնացի ներդրողները տպավորված ընկերության դիմացկունությամբ ավելացրեցին իրենց ֆինանսական պարտավորությունը։ ՊԱՀԱՊԱՆ նախագիծը փրկվեց։ Ալինայի համար, սակայն, հաղթանակը անսպասելի երկընտրանք բերեց։ Ապացույցները ձեռք բերելու նրա մեթոդները, թե արդյունավետ էին, հատել էին որոշ իրավական սահմաններ։ Որպես ոստիկանության նախկին գործակալ, նա գիտեր այն սահմանները, որոնք հատել էր։ Ինչ որ արեցինք, անհրաժեշտ էր, ասաց Ռոդրիգոն, երբ նա մի երեկո իր բնակարանում արտահայտեց իր մտահոգությունները։ Նրանք առաջինը կեղտոտ խաղ խաղացին։ Գուցե, պատասխանեց Ալինան, անհանգիստ։ Բայց ես չեմ ուզում, որ Տեքհայը դառնա այն տեսակի ընկերություն, որը արդարացնում է ցանկացած միջոց հանուն նպատակների։ Դա այն էր, ինչի դեմ մենք պայքարեցինք։ Ռոդրիգոն նայեց նրան նորացված հիացմունքով։ Նույնիսկ այն ամենից հետո, ինչ նրանք անցել էին, նույնիսկ ընկերությունը 2 անգամ փրկելուց հետո, նա դեռ հավատարիմ էր իր սկզբունքներին։ Դուք ճիշտ եք, համաձայնեց նա վերջապես։ Եվ դրա համար ինձ պետք եք դուք, որպեսզի ինձ հիշեցնեք այն արժեքների մասին, որոնք կարոր են, բացի շահույթից իշխանությունից։ Խոսակցությունը հանգեցրեց կարոր որոշման։ Միասին նրանք կմշակեն Տեքհայի համար նոր էթիկայի կանոնագիրք, սահմանելով հստակ սահմաններ, որոնք նույնիսկ գործադիր տնօրենը չէր կարող անցնել։ Ընկերությունը, որը գրեթե կորցրել էր ամեն ինչ 2 անգամ, կհայտնվեր ոչ միայն ավելի ուժեղ, այլ ավելի ազնիվ։ Շաբաթներ անց մի արոտ կիրակի առավոտյան Ռոդրիգոն Ալինային տարավ ուղղաթիռով Երանի վրայով։ Բարձունքից քաոսային մետրոպոլիսը կազմակերպված էր թվում, յուրաքանչյուր շենք պողոտա, ավելի մեծ պլանի մաս։ Անհավատալի է, թե ինչպես է հեռանկարը ամեն ինչ փոխում, մեկնաբանեց Ալինան, զարմացած տեսարանից։ Մոտիկից մենք միայն քաոս ենք տեսնում։ Հեռվից, օրինաչափությունը։ Ինչպես մենք, պատասխանեց Ռոդրիգոն, բռնելով նրա ձեռքը։
Եթե 2 ամիս առաջ ինչ-որ մեկը ինձ ասեր, որ ես կսիրահարվեմ մի մաքրող աշխատակցուհու, ով կփրկի իմ ընկերությունը, անհեթեթ կթվար։ Եվ ես երբեք չէի պատկերացնի, որ ուղղաթիռում կլինեմ այն մարդու հետ, ով մաքրում էր գրասենյակը, կատակեց նա։ Երբ նրանք վայրէջք կատարեցին քաղաքի ծայրամասում գտնվող մասնավոր ուղղաթիռային հրապարակում, Ռոդրիգոն նրան ուղեկցեց դեպի կանաչապատ մեկուսացված տարածք, Սանա լճի տեսարանով։ Այնտեղ ի զարմանս Ալինայի կար նրբագեղորեն սեղան դրված բրունչի համար, որտեղ նրանց սպասում էր տիկին Ծաղիկը, իր խնամակալի ուղեկցությամբ։ «Մայրիկ», բացականչեց Ալինան, շփոթված։ «Ինչ է կատարվում»։ «Հարցրեք նրան», պատասխանեց տիկին Ծաղիկը, համաձայնության ժպիտով։ Ռոդրիգոն Ալինային տարավ դեպի լճի ափը, որտեղ առավոտյան արը ոսկեգույն արտացոլանքներ էր ստեղծում ջրի վրա։ «Մենք հանդիպեցինք ճգնաժամի ժամանակ», սկսեց նա, բռնելով նրա ձեռքերը։ «Դուք ինձ տեսաք իմ ամենավատ պահին, երբ ամեն ինչ փլուզվում էր։ Դիմակներ չկային, ծածումներ չկային։ Դա պարզապես ես էի, խոցելի հուսահատ»։ Ալինան զգաց, թե ինչպես է սիրտը արագանում։ «Եվ դուք», շարունակեց նա, «թաքցնում էիք ձեր փայլը համազգեստի հետում, ոչ թե ամոթից, այլ սիրուց պատասխանատվությունից։ Կարծում եմ, դրա համար էլ մենք այդքան արագ կապվեցինք, որովհետև մենք իրականում տեսանք միմյանց, առանց այն շերտերի, որոնք աշխարհը ստիպում է մեզ կրել»։ Նա խորը շունչ քաշեց, ակնհայտորեն նյարդային։ «Վերջին 2 ամսվա ընթացքում մենք բախվեցինք կորպորատիվ դավադրությունների, դավաճանությունների, իրավական գործընթացների։ Այնպիսի բաների, որոնք կարող էին հեռացնել ցանկացած զույգի։ Բայց յուրաքանչյուր մարտահրավեր միայն ավելի մոտեցրեց մեզ»։ Ռոդրիգոն այնուհետ ծնկի իջավ, գրպանից հանելով փոքրիկ թավշյա տուփ։ «Ալինա Սարգսյան, այն կինը, ով ինձ փրկեց բոլոր հնարավոր իմաստներովը»։ Նա բացեց տուփը, բացահայտելով մատանի, մեկ շափյուղայով, էլեգանտ զուսպ։ «Դուք ինձ կպարգեք ամուսնանալու պատիվը»։ Ալինան մի պահ անխոս մնաց։ Նրա կյանքն ամբողջությամբ փոխվել էր այդքան կարճ ժամանակում։ Անտեսանելիությունից մինչ տնօրենություն, միայնությունից մինչ սեր։ Գրեթե դժվար էր հավատալը։ Տիկին Ծաղիկը, հեռվից դիտելով, ժպտում էր, աչքերում արցունքներ։ «Երբ մայրս հիվանդացավ», սկսեց Ալինան, ձայնը խեղդված, «կարծում էի, որ ընդմիշտ հրաժարվում եմ իմ երազանքներից, որ իմ կյանքը միայն նրան խնամելն է լինելու մինչը»։ Նա չավարտեց նախադասությունը։ «Երբեք չէի պատկերացնի, որ կգտնեմ ոչ միայն նոր կարիերա, այլ ձեզ»։ Նրա աչքերը լցվեցին արցունքներով։ «Այո, Ռոդրիգո Բարոսյան, ես համաձայն եմ ամուսնանալ ձեզ հետ»։ Նա մատանին սահեց նրա մատին ոտքի կանգնեց, նրան համբուրելու, մինչ տիկին Ծաղիկը հետնամասում ոգորությամբ ծափահարում էր։ «Եվս մեկ անակնկալ ունեմ», ասաց Ռոդրիգոն, համբույրից հետո։ Նա Ալինային տիկին Ծաղիկին տարավ մոտակա ծառապատ տարածք, որտեղ լճի տեսարանով բացվում էր լայն հողատարածք։ Սեղանի վրա դրված էր փոքրիկ ճարտարապետական մակետ։ «Այս հողատարածքը մերն է», բացատրեց նա։ «Եվ սա մեր տան նախագիծն է։ Իհարկե, ամբողջությամբ հարմարեցված ձեր մոր համար»։ Ալինան հուզված զննեց մակետը։ Նախագիծը ցույց էր տալիս ժամանակակից տուն, ինտեգրված բնությանը, հատուկ նախագծված հատվածով, շարժունակության խնդիրներ ունեցող մարդկանց համար։ «Եվ ավելին կա», շարունակեց Ռոդրիգոն, ոգորված, ինչպես երեխան ամանորին։ «Սեփականության մի մասը կվերածվի տեխնոլոգիական ոլորտում կանանց համար մարզումների կենտրոնի։ Մի վայր, որտեղ անտեսանելի տաղանդները, ինչպիսին դուք եք, կարող են ստանալ առաջատար կրթություն, իրական հնարավորություններ։ Դա ավելին էր, քան պարզապես ռոմանտիկ ժեստ։ Դա այն արժեքների իրականացումն էր, որոնք երկուսն էլ կիսում էին՝ թաքնված ներուժի հավատը, երկրորդ հնարավորությունների կարողությունը, հաջողության նպատակի միջ հավասարակշռությունը»։ «Դա կատարյալ է», ասաց Ալինան, ամուր գրկելով նրան։ «Բացարձակապես կատարյալ»։ Այդ կեսօրին, մինչ նրանք նշում էին նշանադրությունը լճի ափին կազմակերպված մտերիմ ճաշով, Ալինան մտորեց իր ապրած արտասովոր ճանապարհի մասին։ Գիշերային անտեսանելի մաքրուհուց մինչ տնօրեն երկրի ամենահզոր մարդկանցից մեկի ապագա կինը։ Բայց արտաքին փոփոխություններից ավելի կարևոր էին ներքին փոխակերպումները, իր արժեքի վերագտնումը, ռիսկեր ստանձնելու քաջությունը, սիրելու լիովին սիրված լինելու կարողությունը։ Ռոդրիգոն, դիտելով նրան տիկին Ծաղիկի հետ աշխույժ զրուցելիս, խորին երախտագիտություն զգաց կիբերհարձակման համար, որը գրեթե ոչնչացրեց իր ընկերությունը։
Առանց այդ ճգնաժամի գուցե նա երբեք չէր նկատի այն արտասովոր կնոջը, ով մաքրում էր իր գրասենյակը լուսադեմին։ Գուցե նա կշարունակեր իր միայնակ հաջողակ կյանքը, շրջապատված մարդկանցով, ովքեր հիանում էին նրա իշխանությամբ, բայց ոչ նրա բնավորությամբ։ Ինչի՞ մասին եք մտածում, հարցրեց Ալինան, նկատելով նրա մտածկոտ հայացքը։ Այն մասին, թե որքան անկանխատեսելի է կյանքը, պատասխանեց նա ժպտալով։ 2 ամիս առաջ կարծում էի, որ ամեն ինչ կորցնում եմ։ Չգիտեի, որ իրականում պատրաստվում եմ շահել այն, ինչն իսկապես կարևոր է։ 6 ամիս անց լճի ափին գտնվող նոր կալվածքում կազմակերպված մտերիմ արարողության ժամանակ Ալինան Ռոդրիգոն ամուսնացան տիկին Ծաղիկի հետ որպես պատվավոր քույր։ Տեքհայը, այժմ թվային անվտանգության համաշխարհային ուժ, իրականացրել էր պահապան նախագիծը 3 մայրցամաքներում, միշտ իր անվտանգության տնօրենի, այժմ նա գործադիր տնօրենի կնոջ խիստ հսկողության ներքո։ Տեխնոլոգիական ոլորտում կանանց համար նախատեսված մարզումների կենտրոնը, որն անվանվել էր տիկին Ծաղիկի անունով, արդեն ավարտել էր իր առաջին դասընթացը, որի բոլոր ուսանողները աշխատանքի առաջարկներ էին ստացել դեռ մինչ ավարտելը։ Եվ հանգիստ գիշերներին, երբ աշխատանքն ավարտվում էր, կորպորատիվ աշխարհը մնում էր հետում, Ռոդրիգոն Ալինան իրենց տան պատշգամբից դիտում էին լիճը, զարմացած այն ճանապարհից, որը նրանց հասցրել էր այնտեղ։ Նա, հզոր գործադիր տնօրենը, ով սովորեց, որ խոցելիությունը թուլություն չէ։ Նա, պայծառ կինը, ով ստվերներից դուրս եկավ, իր տեղը արի տակ պահանջելու համար։ 2 աշխարհ, որոնք բախվեցին ճգնաժամի խավարում, միասին ստեղծեցին մի բան, որն ավելի արժեքավոր էր, քան ցանկացած կորպորատիվ կայսրություն։ Սեր, հիմնված ճշմարտության, հարգանքի փոխադարձ հիացմունքի վրա։ Մի սեր, որը, ինչպես կատարյալ կոդը, գործում էր ոչ թե տարբերությունների պատճառով, այլ դրանց շնորհիվ։ Պատմության ավարտը, սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Ռոդրիգոյի Ալինայի պատմությունը հուզել է ձեր սրտերը։ Այսպիսի ավելի հուզիչ պատմություններին հետելու համար մենք հատուկ երկացանք ենք պատրաստել, որը կարող եք գտնել սեղմելով ձախ կողմի հղման վրա։ Եթե այս հաղթահարման անհավանական սիրո պատմությունը հուզել է ձեզ, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, դնել լայք, կիսվել նրանց հետ, ում սիրում եք։ Ամեն օր մենք ներկայացնում ենք եզակի պատմություններ, որոնք ուսումնասիրում են կյանքի բարդությունը, սրտի անսպասելի ուղիները։ Իսկ դուք ապրել եք որևէ զարմանալի շրջադարձ, որը փոխել է ձեր կյանքը դեպի լավը։ Պատմեք մեզ մեկնաբանություններում։ Մենք անհամբեր սպասում ենք ձեր պատմություններին։